Մենք մշտապես հպարտացել ենք, որ առաջի քրիստոնյա պետությունն ենք, բայց այսօր արդյոք մենք առաջի քրիստոնյա պետությունն ենք իրավամբ, ճշմարտապես։ Իմ փորձառությունից կարող եմ ասել եւ շատերը կարող եք տեսած լինեք եւ վկայեք, որ մեր եկեղեցին որքան առաջնահերթություն ունի քրիստոնեություն ընդունելու ժամանակ, այնքան հետադարձ է ապրել առ այսօր։ Ես չեմ կարող ասել ով է մեղավոր, որովհետև դա ամբողջ ժամանակներին է վերաբերվում։ Գոնե իմ տարիքը ինձ թույլ է տալիս ասելու, որ ես կուզենայի ուրիշ իրականություն տեսնել։ Եկեղեցու մեջ ամեն անգամ ամոթ եմ ապրում։ Վերջի անգամ այդ ամոթը 3 պսակ ենք կատարում եկեղեցում եւ հայր մեր աղոթքն ենք ասում եւ ոչ մեկ ոտքի չի կանգնում։ Ոտքի չի կանգնում պարզապես։ Հայր մեր աղոթքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Նա գիտի, որ հայ առաքելական եկեղեցու եթե զավակ է, եթե բերել է եկեղեցուն ամուսնացնելու կամ Սուրբ Պսակի խորհրդին, նա պիտի իմանա, որ հայր մեր աղոթքը տերունական աղոթն է, որի ժամանակ բոլորը ոտքի են կանգնում։ Եվ ես տեսնում եմ ոչ մեկ ոտքի չի կանգնում։ Տեր Վարդան այստեղ նստած ինքը գիտի ամեն անգամ ես անընդհատ ասում եմ հայր մեր աղոթն է լինելու վեր կացեք։